Պարոն Գրիգորյան, ինչ է կատարվում Գյումրիում, ինչ զարգացումներ են ձեր դաշինքի անդամի շուրջ, ով է ուզում գողանալ։ Ուրեմն մի քանի օր է այս պրոցեսները ընթանում է, մեր քաղաքախմբակցության անդամ Կարեն Բադալյանը դիմում էր գրել մանդատը վայր տնելու վերաբերյալ, քննարկում ունեցել ենք մենք, մեր ընկերոջ հետ քննարկում ունեցել ենք, ուղղակի անհարմար է, այս միկրոֆոնները մի փոքր իջացեք, այս կողմից եկան։ Սկսենք, երևի։ Քննարկում ենք ունեցել, խոսել եմ այդ մասին, Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, այսինքն աշխատանքի անցնելու վերաբերյալ եւ խնդրել է, որ մենք որպես թիմ ըմբռնումով ունենանք եւ այսպես ասեմ, նորմալ ընկալենք իր քայլը, իր դուրս գալը։ Բավականին երկար ժամանակ ես խոսել եմ Կարենի հետ, բացատրել եմ, նույնիսկ համոզել եմ, որ ընդհանուր պայքար է, գնացել ենք այս պայքարին, այդ մանդատը վայր տնելը այս պայքարությամբ ավելի ճիշտ է, որ պահի, ընդհանուր պայքարի մեջ ենք, բայց Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, որով պայմանավորված ի վերջո նա համոզել է, բացատրել է եւ մենք մտել ենք Կարենի դրության մեջ, որ իրականում մարդը խնդիր է տեսնում եւ ուզում է դուրս գալ, բայց այդ ժամանակ մենք ընկալել ենք որպես անձնական աշխատանքի անցնելու խնդիր, որը մեծ հաշվով հարգել ենք այդ որոշումը, գրությունը փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետը հաջորդ օր ամսի 21-ին դիմումը տրվել է առաջ, ամսի 22-ին քաղաքապետը արձանագրություն է կազմել եւ ուղարկել է տարածքային ընտրական հանձնաժողով, 31 ընտրատարածքային հանձնաժողով, որով արդեն այդ պահին քաղաքապետի արձանագրությունը կազմելու պահից ի վեր արդեն ինքը համարվում է մանդատ չունեցող անձ, սովորական անձ է դառնում։ Դրանից հետո մեկ օր թե երկու օր հետո արդեն այդ արձանագրությունը ուղարկելուց հետո պարզվում է, որ մեր ընկերը փոշմանել է եւ դիմել է մանդատը, այսինքն հետ վերցնելու, որի իրավասությունը, ինչպես արդեն հասկանում ենք, քաղաքապետը չունի հետ արձանագրությունը հետ կանչելու կամ նոր արձանագրություն կազմելու իրավասություն չունի, օրենքով սահմանված կարգով։ Մինչ օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, մեր խմբակցության անդամները չեն կարողացել կապվել Կարենի հետ, չեն կարող հասկանանք, թե պատճառը ինչումն է եւ բացի դրանից արդեն մենք իմանում ենք, որ երբ որ ինքը դիմել է մանդատը հետ ուզելու, նաեւ դրանից մի քանի րոպե հետո երկրորդ նամակն է ուղարկել քաղաքապետարան, որով տեղեկացրել է, որ ցանկություն ունի դուրս գալու, թե դուրս է գալիս մեր քաղաքը խմբակցությունից, որից հետո մի քանի օր անց արդեն նաեւ տեղեկանում ենք, որ դատական process-ները սկսվել, այսինքն դատարան է դիմել, թե դատի է տվել, որպեսզի մանդատը վերականգնի կամ բողոքարկեն քաղաքապետի արձանագրությունը, որը որ իր դիմումի հիման վրա վերբովկային արել, ինչ են արել։ Ուրեմն, քանի որ դեռ այս պայքարությամբ մենք Կարեն դա էլի հարց։ Ուրեմն ժողովուրդ, ես սկզբանե ասացի, որ Կարենի հետ լավ հարաբերություն է եղել, Կարենը մշտապես մեր աջակիցներից է եղել, ընտրությունների ժամանակ նոր մարդ չէ, մեր համար Կարենը ու այս պայքարությամբ ինքը որ ինձ դիմել էր այդ ժամանակ դուրս գալու իր խնդրանքով է եղել։ Ես բավականին ջանք եմ թափել, այսպես ասեմ, որ նա մնա, շարունակի իր գործունեությունը ավականում, քանի որ գիտեք, Գյումրիում այնքան էլ լավ իրավիճակներ չէ եւ այսօր մեզ համար դա խնդիր է։ Ինչին ի պատասխան Կարենը մինչև վերջ խնդրել է, մինչև վերջ համոզել է, որ ինքը պարտադիր պիտի այդ քայլը անի, այդ քայլը պիտի արած լինի։
Այն ժամանակ ինձ համար մանդատը վայր տնելու։ Այդ ժամանակ ինձ համար դե այդքան է շատ հասկանալի չէր, թե ինչ խնդիր կա, բայց այսօրվա դրությամբ Կարենի այդքան խնդրանքից հետո հիմա Կարենը այսպես սկզբունքորեն կբաց այդ մանդատը հետ է ուզում ու խմբակցությունից մեր այդ բացարձակ ոչ մի կեր, ոչ մի կարգի պրոբլեմ չունեց այդ։ Չէ, դուք ինչ ենթադրություն ունեք, պարոն Գրիգորյան, ինչ է կարծում, ինչ է տեղի ունեցել։ Թողնում եմ ձեզ, մարդը խնդրել է, համոզել է մեզ, մենք տվել ենք համաձայնություն, մենք համոզել ենք, որ նա մնա, հետո դրանից հետո դիմումը տվել ենք առաջ, ինքը մանդատից արդեն զրկվել է եւ դրանից հետո մարդու հետ կապ չեն կարող հաստատել ու դրանից հետո այդ մարդը այսպես դատական process-ներով բոլոր այցանները, բոլոր տարբեր Քաղաքացիական պայմանագրի դերակատարությունը այստեղ տեսնում եք։ Չէ, դուք ասեք, պարոն Գրիգորյան, մենք կարող ենք շատ բան ենթադրել ձեր թիմակիցներ։ Նույն ձևի ենթադրությունների շարքից էլ նաեւ մերն է, որ իմ գնահատմամբ այս պայմանությամբ այո կա խնդիր, այո կա այդ մարդու հետ կապված խնդիր, որը ինձ հետ անցնելու արդյունքում ինքը համոզել է, որ դուրս գա չի ուզում, պետք չի, հիմա ես կարող եմ ինձ հետ այդ անունից երևություն անել, որ նմանատիպ process է իրականացվում Գյումրի քաղաքում։ Պարոն Գրիգորյան, ինքը բալասական դաշինքից է։ ԿՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսում Գյումրիում եղածը եւ այս ամենը ես կարծում եմ դրա հետևանքներն են եւ ինչ կարող են փոխել իշխանությունը ոնց դե եթե կարելի է սա համարել առաջի քայլը որ արվել է կամ արվում է փորձ է արվում անելու եթե մենք չկարողանանք այս ամենը չպահել ու իմ գնահատմամբ սա ավելի շատ ժամանակի վրա խաղալ է քանի որ դիմել են դատարան Իդեպ ինքը Բալասանյան դաշինքից է եղել, չէ, պարոն Գրիգորյան, Բալասանյան դաշինքի ԿՊ-ի հետ ճիշտ եմ, ինքը նախկին ավականիում Բալասանյան դաշինքի անդամ է եղել, որը ԿՊ-ի հետ այսպես չի եղել, որ ԿՊ-ի հետ կոալիցիա էին կազմել։ Կարեն Բադալյան։ Աշխատակազմի ղեկավարն է քաղաքում։ Չէ, աշխատակազմի ղեկավարը ազգակցական կապ ունի Ուրեմն դուք կարող եք հիմա գնահատական տալ, որ հանգիստ է տարվել։ Հանգիստ է դա ինչ արվել։ Դուք դեռ ինչ է կատարվել, խոսել եք տարել։ Ինչ որ ինչ է կատարվել։ Դուք բոլորդ էլ լավ հասկանում եք, որ Գյումրի քաղաքը փոքր քաղաք է, ու այդ քաղաքի մեջ այդ տղան պիտի շարունակի ապրել։ Ու այսօրվա դրությամբ այս ամբողջ լրատվական դաշտը, ամբողջ երկիրը խոսում է այն մասին, որ ավագանու անդամ կամ մանդատ են կողանում Գյումրի քաղաքում։ Հնարավոր է ինչ-որ քրեական գործերով ինչ-որ հենց այնպես վերցնի ու որոշի, որ ինքը պիտի դառնա ամբողջ քաղաքով մեկ թիրախ, այդ մարդու վրա պիտի կպնի դավաճանի պիտակ, այդ մարդուն, այսինքն ես չգիտեմ, այս պայթորությամբ ասում եմ, ինչ-որ մարդու հետ հնարավոր է քրեական ինչ-որ պատմություններ կան, սպառնացել են կամ ինչ-որ մի բան։ Ես այս պայթորությամբ կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, ընդամենը կարող ենք հետևություն անել այս ամեն ինչից, որ սա ուղղակի դե ոչ չենք կարող մարդուն գտնենք, որ հասկանանք ինչ է։ Դա գողացել են։ Ես չգիտեմ ինչ է։ Ամսի 23-ից ինքը մասնակցել է քաղաքապետի ընդրության քվեարկությանը։ Դրանից հետո մասնակցել է երթմնակալության քվեարկությանը, քանի որ մեր խմբակցությունը, այսինքն օրենքով պարտադիր քվեարկում պիտի ապահովեր, որ երթմնակալությունը տեղի ունենար, մերոնք քվեարկությունը ապահովել են, բայց բուն երթմնակալությանը չեն մասնակցել, այդ երկու պրոցեսների ժամանակ է Կարենը մասնակից է եղել։ Դրանից հետո իշքան հիշում եմ, ուրբաթ թե շաբաթ օրն էր, դրանից հետո երկուշաբթի օրը դիմումը առաջ է տրվել, երեքշաբթի օրը մենք էլի կապի մեջ ենք եղել, չորեքշաբթի օրվանից Կարենի հետ կապ չենք հասցել Դու գնացել եք կասկածներ առաջանալը ինքը եկել է դիմում է գրել, դիմումի ընթացքում ասեցի արդեն խոսել ենք ամեն ինչի մասին, մարդը սկզբունքորեն փորձել է, ինքը սկզբունքորեն
չի եղել նման բան, մարդը դիմում է գրել ավագանու անդամությունից դուրս գալու համար, խնդրել է համոզվել նորմալ է եղել, ինչ որ արվել է, թիմով է արվել, թիմի հետ քննարկման արդյունքում է արվել, թիմով է որոշվել, չի եղել բացարձակապես տարաձայնություններ, դե բնականաբար որոշման հետ կապված բոլորը դե գիտեք, մեզ համար ինքը դժվար որոշում էր, բարդ որոշում էր, բայց այնուամենայնիվ մենք այն ժամանակ, որ լրագրողները, այսպես ասեմ, ման էին գալիս Մարտուն Գրիգորյանին, ինչ է ասելու, դե ասա Մարտուն, ասա սպասում են սիրելին, այդ ժամանակ Մարտուն Գրիգորյանը հիմնադիրների հետ, իր հարազատների հետ, ընկերների հետ, բոլորի հետ, տարբեր տեսակի, տարբեր հարցեր էր քննարկում, որպեսզի վերջում գա վերջնական որոշմանը։ Այդ ժամանակ իմ հայտարարության տեքստը նույնիսկ քննարկվել է առանձին թիմի հետ, բոլորով քննարկել ենք այդ տեքստը, որի մասնակից եղել է նաև Կարեն։ Իսկ դուք ինչ երաշխիքներ, որ հետագայում այսպիսի էլի խնդիրների առաջ չեք կանգնի եւ ի վերջո այն մեծամասնությունը, որ ընդդիմադիր ուժերը ունեն այս պահին, կդառնա փոքրամասնություն։ Դե ժողովուրդ ջան, ինչ երաշխիքը տեսնում եք։ Այդ հիմի հետ կապված հիմա ժողովուրդ ջան, տեսնում եք ինչ է կատարվում։ Այս պահի դրությամբ այն ինչ որ մենք կարող ենք, պահելու հետ կապված պահում ենք։ Այսօր տեսնում եք, որ մենք այստեղ խնդիր ենք տեսել եւ կռիվ ենք տալիս, այսինքն պայքարում ենք մեր մանդատը պահելու հետ։ Պարոն Գրիգորյան, ներողություն։ Իսկ տանոթանու անդամը ունեք խոցելի կողմեր, քրեական գործեր, Կամ կապեր ԿՊ-ի։ Ճիշտ ասած, ի սկզբանե, երբ որ ցուցակը ձևավորվել է, մենք բոլորի հետ հանդիպումներ ունեցել ենք եւ մանրամասը քննարկել ենք եւ նաեւ քննարկվել է բոլոր հնարավոր սցենարները, որ կարող է լինել այս, կարող է լինել այն, կարող է այս հարցը առաջ գա, կարող է այն հարցը առաջ գա եւ այս պարագայում հենց մեր Կարենը հավաստիացրել է, որ ինքը խնդիր չունի, ինքը պրոբլեմ չունի, ինքը նվիրված է, ինքը կանգնած է, մնալու է մինչև վերջ, բայց այդ մարդը մինչև վերջ մնացել է ընտրություններին մասնակցել է, քվեարկությանը մասնակցել է, դիմումը գրել դուրս է եկել։ Հիմա թե այդ մարդու հետ ինչ է կատարվում, պրոբլեմն ինչումն է, այս մարդը ինչի է նմանատիպ քայլի գնացել, արդեն այստեղից կարելի է ազգակցական որևէ կապ կա ձեզ հետ իր։ Չկա ոչ որ կուսակցությունից է պարոն Գրիգորյան, հայրենիք կուսակցությունից։ Ճիշտ ասած, հայրենիք կուսակցության ցուցակով, այսինքն դաշինքի պարագայում ինքը երկու կուսակցություններից մեկով ինքը այո, հայրենիքի կողմից։ Պարոն Գրիգորյան, հմեկի բանավեճից հետո դուք հայտարարեցիք, որ դուք մի այնպիսի բան եք բացատրել, որ այսպես խախտել եք ԿՊ-ի այն սցենարը, որով պետք է Վարդան Ղուկասյանով քաղաք վերցնեին, ասում եք ես գիտեմ այս կալանավորումները, ձերբակալություններն ինչ համար է, որտեվ ես գիտեմ ինչ եք բացահայտել, ի վերջո ինչ էիք բացահայտել։ Դե բացահայտել ենք այն, ինչ որ բացահայտեցինք, այն ինչ որ Գյումրի քաղաքում տեղի ունեցավ, ես այդ մասին խոսել եմ, այդ մասին հստակ ասել եմ, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում ԿՊ-ն իր կուսակցական լրատվամիջոցներով փորձեց Գյումրիում շրջանառել, նույնիսկ ընտրությունների բուն օրը, դրա գիշերը թռուցիկներ ամբողջ քաղաքով մեկ տարածել, որ ընտրում եք SSS մարդկանց, ձայն եք տալիս Վարդան Ղուկասյանին եւ դրանից հետո արդեն բնութագրում էին տարբեր ձևաչափերով բնութագրում էին Վարդան Ղուկասյանին, դրանով փորձում էին քվեներ տանել դեպի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որպեսզի մարդիկ մեզ քվե չտային։ Մեկը դա, մյուսը քաղաքացիական պայմանագիրը հույսը տրել էր Գյումրի քաղաքում անձնական թշնամությունները խորացնելու վրա, անձնական թշնամության ֆոնի վրա, որ Վարդան Ղուկասյանը քանի որ հայտարարել էր պատրաստ եմ ձայն տալու ինձնից ավելցի քաղաքացին եւ ես սկզբունքորեն չէի հայտարարում այդ մասին, իրանք ամեն ինչ անում են, որ Վարդան Ղուկասյանը կարողանա ավելի շատ ցեն հավաքել, հույս ունենալով, որ Մարտուն Գրիգորյանը անձնական թեմաներով պայմանավորված, այսպես թե այնպես ձայն չի դույլ տալու Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, որի արդյունքում կհագասեր իր մյուս ասածին, որ ԿՊ-ն Գյումրիում իշխանություն չի ունենալու եւ մենք
գտնելու ենք ձևը, մի բան անելու ենք, որ ԿՊ-ն Գյումրիում իշխանություն չունենա։ Նրանք այդ առումով հասան որոշակի հաջողության, արդյունքում 2000 տարբերությունն էր իմ եւ Վարդան Ղուկասյանի տարբերությունը, որից հետո արդեն ընդդիմադիրները, լրատվամիջոցները, ժողովուրդը, բոլորը մի մարդպես, այսպես ասեմ, պահանջում էին, որ Մարտուն տուր հնարավորություն հավաքական ընդդիմության հաղթանակը չմտցեք, այդ հաղթանակը պիտի գա Երևան, այդ հաղթանակը քաղաքային ընտրությունները դարձվեց համապետական ընտրություն, այդ ձևի ալիք բարձրացրեցին, բայց ոնց որ թե մենք մեր քայլերը արեցինք, բայց այդ հաղթանակի ալիքը ինչպես տեսնում ենք, հələ Երևան չի եկել, ու այդ մարդիկ ովքեր որ պահանջում էին, որ չմխսեք ընդդիմադիրների հաղթանակը, ես իմ դիմումով, երբ որ դիմել եմ մեր գյումրեցիներին, ժողովրդին, ես ներկայացրել եմ մանրամասը, թե ինչով է այս ամեն ինչը պայմանավորված։ Հիմա ձեր միջև տարբերություն կա, թե անալային թույլատրել են։ Ուրեմն մեր անձնական խնդիրները, անձնական հարցերը մնում են մեր անձնականները, ինչպես գիտեք, այսքան տարիների ընթացքում մենք բացարձակապես մեր անձնական հարցերը առաջ չենք քաշել եւ չենք քաշելու, սա քաղաքի, սա պետության, պետականության խնդիր է, հարց է եւ անձնական հարցերով առաջնորդվելը այս բայի դրությամբ սխալ է։ Ով ինչ հարց ունի, ով ինչ անձնական հարցեր ունի, անձնական հարցերը բարձելու, լուծելու, ճշտելու, չգիտեմ ինչ անելու տեղ կա, ժամանակ կա եւ դա կապ չունի քաղաքականության հետ։ Սա կոնկրետ քաղաքականություն է, սա քաղաքական քայլ է եւ մենք 9 ուժերից 8-ը ընդդիմադիր էին ներկայանում եւ 8-ս էլ ի սկզբանե ես առաջի անգամ որ հենց այստեղ ես սրահում հարցազրույց եմ տվել, առաջի օրվանից ասել եմ, որ ԿՊ-ին միանալ չի լինելու, ԿՊ-ի հետ համագործակցություն չի լինելու եւ ես պահել եմ իմ խոսքը։ Իսկ ինչ վերաբերվում է լավ քաղաքապետ է, թե վատ քաղաքապետ է, այս պայմանությամբ գնահատական տալ իմաստ չունի, քանի որ հիմա 2025 թիվն ենք, 2011-12 թիվը չենք, 25 թիվն ենք եւ այս պայմանությամբ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելու գնահատական տալը շուտ է, բայց պիտի ասեմ եւ գյումրեցիներին հատկապես, որ Գյումրի քաղաքում Վարդան Ղուկասյանը միանձնյա քաղաքապետ չէ, միանձնյա իշխանություն չէ, Վարդան Ղուկասյանը 4 քաղաքական ուժերի աջակցությամբ, այսինքն 3 եւ իր ուժը, 3 ուժերի աջակցությամբ դարձած քաղաքապետ է, որը պատասխանատու է թե գյումրեցիների առաջ, թե նաեւ այս ուժերի առաջ եւ գյումրեցիներին ուզենամ ուժեղ ասել, որ սիրելի գյումրեցիներ բացարձակապես անհանգստանալու խնդիր չկա, բոլորը տեսել են, որ մեր տպագրությունից էր կապված այդ ամեն ինչը, հասկանալի է, որ մենք իսկական ասում ենք քաղաքացիական պայմանագիրը ու կախված է այդ ամեն ինչը, մենք մենք այստեղ կար տարբերակ ոչ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ տարբերակը, որի մասին ես բարձրացնում եմ իմ հայտարարության մեջ, որ մենք կարող ենք դիտարկել Կարեն Սիմոնյանի կամ Ռուբեն Մխիթարյանի տեխնիկությունը, որոնք քիչ խոցելի տեխնիկներ են եւ կարելի է ավելի համախմբված, ավելի կազմակերպված քաղաքում այնպես անել, որ այդ լարվածությունները չլինեն, հետագա լարվածությունները չլինեն, որի համար ես պատրաստ եմ քննարկման, նաեւ մենք որոշակի չափով քննարկում ձեռնարկում ենք հենց ընտրությունների գիշերը։ Տարբեր քաղաքական ուժերի հանդիպումներ խոսել ենք այդ մասին եւ քննարկել ենք ոչ թե իմ քաղաքապետ դառնալու հարցները տեղ առաջնային, այլ այն մարդու իսկ ով էր ասել, որ ավելի շատ ձեն հավաքել է Վարդան Ղուկասյանը, որը հնարավորություն չուներ քաղաքապետ դառնալու իրենց հաշվով ու հենց իրան պայմանային օրինակի համար ես դա էր առաջտանում, որ երեք այնպիսի ընտրություններ բանը միսով քաղաքապետ, բայց քանի որ տեխնազուները արդեն մեկը ավելի շուտ, մեկը մի քիչ ավելի ուշ, իրանք հայտարարեցին, որ միանալու են
Վարդան Ղուկասյանին քվեարկելու են Վարդան Ղուկասյանի կողքին, այդ պահի դրությամբ արդեն որոշակի չափով հնարավորություն չկար, որովհետեւ այս թեզը առաջ տանեին, բայց այդ ընթացքում նաև փորձել են էլի հնարավորինս այդ թեզը առաջ տանել եւ հասկանանք այդ իրավիճակը, այդ մասին ես խոսել եմ Սրբազանի հետ եւ այդ տարբերակը Նիկայել Սրբազանի հետ եւ այդ տարբերակի շուրջ մենք խոսել ենք Սրբազանի հետ եւ արդյունքում տեսնելով որ մեծ հաշվով տարբերակ չկա ու ինքը գնալու է կամ արդայեղ տնտեսությունների, որը նույնն է թե քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը վերցնելու է Գյումրի քաղաքում իշխանությունը, ինչ պիտի Ինչ գիտեիք, որ այն երկրորդ, եթե ես տեսեք, դու բանախոսը պատասխանի, եթե տեսեք, հիմա եթե ասում են թե ինչ էին ինձանից պահանջում, մի կողմ ասում էր քվեարկի, մյուս կողմը ասում էր չքվեարկի, ճիշտ է, ձայն չտաս։ Այս պահի դրությամբ եթե քաղաքապետը, ինչ են կանել Ժողովրդյան, Մարտին Գրիգորյանը կամ մասնակցում էր տեղում ընտրությունների քվեարկությանը, այդ ժամանակ քվորում չէր ապահովում, առաջի փուլում չէր լինի բացարձակ մասնակցություն, երկրորդ փուլում պարզ չի մասնակցություն քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը ադոպցիան էր, այսինքն այս պահի մյուս քայլը ինչ է լինելու, ես բոյկոտում էի այդ ընտրությունները, քվորում չէր լինելու, արդյունքում գնալու էր արտահերթ ընտրությունների գնալու պարագայում դուք այդ ընտրությունների ընթացքում տեսակ ինչ վարչական ռեսուրս կիրառվեց, ինչ հսկայական միջոցներ ու մեթոդներ կիրառվեց, որի արդյունքում քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը կարողացավ հավաքել այդքան ձայն։ Նոր ընտրությունների պարագայում հասկանալի է, որ քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը ունենալու էր ավելին, իրենց հաշվարկները իրենց տեխնազունը ասեց, որ մեր հաշվարկներով 35,000 պիտի մասնակցեր, մենք 17,000 ունենք, 17,000-ով մենք 50 պլյուս էինք լինելու, լավ չէին հաշվարկել, այդ հաշվարկը 35,000-ի պարագայում էին իրանք հաշվարկել։ Եթե արտահերթ ընտրություն լիներ, արտահերթ ընտրությունների ժամանակ ավելի լավ կհաշվարկեին, 17-ի տեղը կլիներ 20 քանի հազար եւ 50 պլյուսը կապահովեին։ Այնպես որ դե եղել է այն, ինչ որ եղել է։ Վարչական ռեսուրս իսկ մնացածը հաշվի առնելով տեղական տեղի չի դարձնում մանդատին այսպես չի փոխանցում հաջորդին, այսինքն կարող եք եզրակացնել, որ իշխանությունը ում է կարծում չի փոխանցում։ այսպես չի փոխանցում, չի դարձնում, ինքը մնում է ավականու անդամ, Կարենն է մնում։ Այո։ Ես չգիտեմ, Վարդան Ղուկասյանի նկատմամբ կարողացամ, այսպես ասած, ցույցել եք ասում գործերով փորձում էին այսպես տեղացել, հիմա ստացվեց, որ ձեր Ժողովրդյան իրանք ամեն ինչ անելու են, իրանք փորձելու են այդ մանդատների հետ կապված նմանատիպ բաներով փորձելու են այնպես անել, որ Գյումրին կառավարելու չդառնա։ Ձեր շահերից չի բախում, պարոն Գրիգորյան, բայց ոնց որ թե ստացվում է իրանց։ Ձեր քաղաքական նախոյանն չհաջողի տապալի կառավարման գործընթացը եւ լինի արտահերթ քաղաքական պրոցեսներ։ Այսինքն դա ձեր քաղաքական շահերից չի բախում։ Տաբալելու, Վարդան ընդդիմությունը հաղթել է եւ ընդդիմությունը, այսինքն Գյումրին ունի քաղաքապետ։ Հիմա տաբալելը ամեն անգամ է կարելի է տաբալել, այսպես ընտրություններ լինի, իշխանության համար ոչ ցանկալի մարդիկ ընտրվեն, տաբալեն, նոր ընտրություններ լինեն։ Շահագրգռված եք, որ Վարդան Ղուկասյանը Դե այս շահագրգռվածը ո՞րն է, Ժողովրդյան, ընտրությունը եղել է, այսօր Գյումրին ունի քաղաքապետ, որի դեմ բնականաբար փորձում են այնպես անում, որ իացրել էր, որ պետք չի քաղաքական շահարկումներ լինի, ամսի 5-ին մենք նիստ կունենանք, ամսի 5-ի նիստով ձեր համապատասխան մանդատը մենք կփոխանցենք ձեզ։ Հիմա դա չեն արել, պարոն Հովագինյանը, Վանեցյան Արտուրը 3 մի քանի անգամ նորից զանգարել են նիստի ընթացքում, որ փորձում են բոյկոտել Բրավալտան նիստը, չի պատասխանել, այսօր էլ չգիտեմ երևի, այսօր էլ չեն պատասխանել։
ու արդյունքում, բայց նիստը ասել են ժամը 6-ին է լինելու, ոնց է։ Ինչ են ասել, նա 10-ը հարցնենք, էլ ետ մասը։ Հիմա ինչ է, շփթա է մեր երկրում օրենքը էս է։ Մեր երկրում օրենքը էս է, օրենքի վերակայությունը իրանք օրենքը այսպես են պատկերացնում, օրենքը խախտել, ոտնահարել, մարդու իրավունքը ոտնահարել, Իրանից հետո եկող մանդատ ստացողի իրավունքը, ընտրվելու իրավունքը ոտնահարել, որի արդյունքում իրանք կարողանան եւս մեկ մանդատ, Բայց դրանով ինչ են անելու, մի քանի մանդատ է, չէ՞ անհրաժեշտ։ Նարեկ ջան, այդ պետք է արդեն իրանցից հասկանանք, որ այդ մի մանդատը իրանց ինչ է տալիս, բայց դու էլ հասկանում ես, որ այդ մի մանդատը իրանց ինչ է տալիս, որ դրա համար այսքան կռիվ են տվել, այսպես այս սախ պետությունը խառնել են իրար, հերթական մեկ մանդատը 14-ից դառնալու է իրենց համար 15-րդ մանդատը եւ իրենց մնալու է երկու մանդատի կռիվ են փորձելու տալ, թե որ թիմերի հետ են անելու, թե որի դեմ ինչ են անելու, որի կողմ ինչ են սարքելու, ինչ հետևանքներ է ունենալու, այն որ ասում է, որ Գյումրին հետևելու է Վանաձորի օրինակը, այդ իմ ասածները։ Բայց դուք Վարդան Ղուկասյանի մասով եք անհանգիստ, պարոն Գրիգորյան, բայց պարզվեց ձեր թիմից տարան ախր։ Այսօրվա դրությամբ, այո, փորձում եմ, բոլորին է փորձում եմ, բոլորի հետ էլ այդ աշխատանքները տանելու են, փորձելու են բան ապացուցել, բայց ել եմ ասում, ես իմ ապացուցելիքը, ամենակարևորը իմ ասածը, իմ խոսքերը եղել եմ եւ իմ քվեարկության շնորհիվ քան քաղաքապետ չի ունեցել, թե հիմա յուրաքանչյուրի վրա ինչ կարող են անել, յուրաքանչյուրի հետ կապված ինչ խնդրեմ կարող են ստեղծել, այսօր տեսնում եք, այս իշխանության երևակայությանը Իսկ դուք կարծում եք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ճիշտ ասած, ես այս պայթրությամբ տեղեկություններ դուք ասեցիք, քաղաքապետը մեծ հաշվով իրավունք չունի, քաղաքապետի իրավունքները սահմանադրել, որ իր արձանագրությունը կազմել վերջացրել է, ինքը էլ հետ վերցնելու իրավունքը չունի։ Իսկ նույն Կարենը դիմել է, որպեսզի հետ կանչեն իր արձանագրությունը, կենտրոնական տարածքային ընտրական հանձնաժողովն է, այդ գրությանը, որ սպասում է գրությունը մուտք տվեցին, այդ գրությունը մեծ հաշվով ժողովուրդ կապ չուներ այսօրվա գործողությունների հետ։ Պարոն Գրիգորյան, ստացվում է կենտրոնական չեն կարող ասել ինչ հանգամանքներից է, ինչ հանգամանքներից է, այո, ինքը Գյումրիում ու այս պայթրությամբ։ Պարոն Գրիգորյան, ես ճիշտ հասկացա, որ ինքը Արտուր Վանեցյանի քվոտայով, այսինքն իր առաջարկած տեխնացուն է եղել ցուցակը։ Դե այս պայթրությամբ էլ այդքան շատ կարևոր չէ։ Իսկ դուք համարում եք, որքան որ ասացիք, տեսակ ինչ եղավ, դուք համարում եք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ է մտել քաղաքական գործընթացի մեջ, եթե ինչպես ասվում է, մանդատը փաստորեն Տեսանելի չէ։ Ձեր գնահատականն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գծում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովը գծում էր տարածքայինի վրա, տարածքայինը գծում է կենտրոնականի վրա։ Երեք նիստը բաց պահեցին, ասեցին կենտրոնականի հետ խոսել ենք, այդ գրությունը կա հասնի, մենք վաղը որոշում կկայացնենք, մանդատը կտրամադրենք, այսօր գրությունը մենք տարանք տվեցինք, ապահովեցինք, այսինքն ամեն ինչ արեցինք, տարածքային հանձնաժողով, որովհետեւ իրենք գային եւ իրենց որոշումը կայացնեն, արդյունքում չկար տարածքային նախնական չկար, չէին կարող կանչել, չէին կարող կրնել, հեռախոսազանգին չէր պատասխանում, հետո լրատվամիջոցներին տեղեկություն էր տվել, որ ժամը 6-ին նիստը կանեն, ժամը 6-ին նիստով որոշում կայացնեն, արդյունքում չգիտեմ, ժամը 6-ին էր։ Այսինքն դեռ նիստը այդ մանդատի հարցով նոր պետք է լինի։ Այո, նիստը պետք է կայանա ու նիստը կայացնող մարմինը տարածքային ընտրական հանձնաժողովը ժողովրդյան ինքը ընդամենը գործառույթ չունի անելու։ Ինքը ընդամենը պիտի արձանագրել է, որ այս մարդու մանդատից արդեն այս մարդը զրկված է եւ մանդատը փոխանցում է հաջորդ համարի Այսինքն այստեղ քաղաքապետի արձանագրությունն է իրավական առումով ավելի իրավական առումով ամենակարևորը եւ քաղաքապետը իրավունք չունի հետ անելու։ Ես հասկանում եմ, այս ժամերն է ցկելը իմ կարծիքով այն է, որ եթե դիմվել է դատարան
եթե դիմվել է դատարան, փորձելու են որոշակի ձևով ինչ որ կասեցում ապահովեն եւ մեր քաղաքը խմբակցությանը զրկեն մեկ մանդատից, այսինքն դատական process-ներ կնա այդ ժամանակի վրա խաղան եւ մեր քաղաքը խմբակցությունը 5 մանդատով շարունակի աշխատել։ Եվ մի հարց Այս պայմանությամբ ես կարծում եմ, որ եթե այնպեսի Նարեկն է Միրզոյան, ով նախկին ավագանի է, այո։ Պարոն Գրիգորյան, խոսելով գործընթացի մասին, ինչ որ մարդիկ տանելու, ողելու մասին, դուք փորձում եք տպավորություն ստեղծել, որ դա դատապարտելի երևույթ է, բայց դա քաղաքական գործընթաց է, կարծում եմ, իմ դիտարկմամբ։ Համաձայն եք թե ոչ, ներողություն շարունակությունը հարցի, այդ նույն քաղաքական գործընթացը հիմա իմպիչմենթի տեսքով փորձելու եք դուք ընդդիմադիր խմբակցությունները իրականացնել եւ ինչպես ձեր գործընկերները ասում, ԿՊ-ից մարդիկ տանել, ողել, այսպես ասած, տալ համոզել, որովհետեւ միանան իմպիչմենտի գործընթացին։ Այսինքն դուք դա նորմալ քաղաքական դրամաբանության մեջ տեղավորվող գործընթաց է թե ոչ։ Մարդը դիմում է գրել դուրս գալու, դիմում է գրել ինքնակամ դուրս գալու, ամեն կերպ նորմալ հարաբերությունները հաշվի առնելով եւ դրանից հետո այդ մարդը գալիս է եւ սկսում է վիճարկել այդ խնդիրները առանց մեզ հետ խոսելու, իրեն առանց մեր խմբակցությանը գրավոր տեղյակ պահելու, որը պարտավոր էր անելու, գրավոր տեղյակ պահելու հետ վերցներ խմբակցությունից դուրս գալու մասին։ Շնորհակալություն։